Պարոն վարչապետ, 95 թվականից այս կողմ հանրաքվեներով, երբ որ ընդունվել է սահմանությունը, այնուհետև փոփոխվել, լեգիտիմության պակաս է մնացել։ Այսօրվա հարցումներով ժողովրդի մեծ մասը դեմ է նոր սահմանադրության ընդունմանը, ոչ թե փոփոխություններին, այլ ամբողջությամբ նոր սահմանադրության ընդունմանը, եւ այս նման իրավիճակում կա հանրային վստահության խնդիր այդ process-ի հանդեպ։ Եվ այստեղ ես միշտ սիրում եմ հիշատակել ՏՀԶԿ-ի այն մոտեցումը հանրային վստահության մասին, որ ասում է, մոտավորապես եմ ասում, ցիտում, որ հանրային վստահությունը դա ցանկացած ռեֆորմի ոչ թե էական բաղադրատարից մեկն էլ էական, ամենից էական բաղադրատարն է։ Եվ եթե չկա այդ վստահությունը, ցավոք սրտի նպատակը միջոցը չի ծառայելու նպատակին։ Երկրորդ բանը, ինչպես դուք նշեցիք ու համաձայն եմ, կարծես թե այնպիսի իրավակարգ է ձևավորված, որ հասարակությունը այո չի ընկալում իրեն որպես սեփական տեղ, եւ սրա մեծագույն խնդիրը իմ կարծիքով, դրա մասին ես նշել եմ իմ գրավոր դիտարկումների մեջ, դա արդյունավետ կառավարման good governance է, որը թարգմանում ենք արդյունավետ կառավարում, բայց ավելի ճիշտ կլինի դա թարգմանել արդյունավետ եւ արդարացի կառավարում։ Դրա բացակայությունն է։ Կոռուպցիայի դեմ պայքարը, սա որպես փորձագետ եմ ասում, անհնարին է առանց դրա պրոֆիլակտիկայի, որը արդյունավետ կառավարումն է։ Եվ Թալանի հետ բերել այդ ամենը շատ լավ է, բայց դա շատ երկար process է, օրինակի համար Նիգերիայում Աբաչայի Թալանացը, որ կարողացան հետ բերել, դա 20 տարի տևեց։ Ֆուջիմորիին Պերուում, որ կարողացան հետ բերել, դա 5-7 տարի տևեց։ Սուհարտոյին Ինդոնեզիայի նախկին դիկտատորին, որ նրա Թալանացը, որ կարողացան հետ բերել, 20 եւ ավելի տարի տևեց։ Սա երկար process է։ Իսկ դրա այդ ընթացքում մարդիկ ապրում են եւ արդյունավետ կառավարումը սկսած նրանից հարկային արդարացիությունը, հարկային վարչահարության արդարացիությունը, սկսած նրանից, որ օրինակի համար մենք չունենք նորմալ իրավական մեխանիզմներ, որպեսզի անձը քաղաքացին մասնավոր հատվածի հետ հարաբերվելիս կարողանա ինքն իրեն պաշտպանել։ Այս առումով իրական Հայաստանի գաղափարախոսության մեխը կարծում եմ, որ դուք հենց դնում եք դա, որ պետք է երկիրը լինի այնպիսի միջավայր, որտեղ մարդը ուզենա ապրի եւ արարի։ Այս ընկալումը չի եղել երբեք, այլ եղել է կարծես թե անկախությունը ինչ որ մի բան վերացական, որը չենք էլ հասկացել ու գիտակցել, թե ինչի համար է այդ ամենը մեզ պետք։ Չի եղել, դուք առաջ եք տանում մի ճիշտ բան, դա կոնսենսուսի ձևավորումն է եւ երևի թե այս կան արդեն ժամ։ Պարոն վարչապետ, այսօրվա դրությամբ օրենքները եւ բաները ես կոնկրետ, եթե ասենք կոնկրետ ոլորտներից էլ գիտեմ, ընդունվում են ոչ շահառուի նայեք, պետության խնդիրը ինչու՞ն է բաբաշոմը։ Առաջերտին պայմաններ ստեղծել մարդկանց կրթության, աշխատանքի, ստեղծագործության, ապրելու համար։ Պայմաններ ստեղծել։ Այսինքն դու ինձ պետք է հարցնես պետություն, կառավարություն, քեզ ինչ է խանգարում, որ ապրես, որ կրթվես, որ աշխատես, նոր ասենք օրենք ընդունես, դրանց որ օրենքումա պետք փոփոխությունալ չկա այդ բանը։ Օրենք ընդունում են շահառու հետ առանց շփվելու։ Գալիս է մարդիկ էլ մենակ ձեր անունը գիտեն, դրա համար մի զարմացեք, որ թերթերում ինչ ասում են, ձեր անունն են տալի, որովհետև այն շարքային մարդը, ում հետ հարաբերում է իշխանության ներկայացուցիչ, ձեր անունն է տալի։ Հիմա ես կոնկրետ առաջարկ ունեմ, մեխանիզմ, ես կոնցեպցիան եմ ասում, էլի մեխանիզմ ստեղծելու, որ մարդը պետք է իր բողոքով դիմի կամ առաջարկությունով դիմի պետությանը։ Պետության այն մի պատուանի սկզբունքն է, ինքը գցի բանը, խնդիրը, նամակը գցի։ Պետությունը գնաց կամ հարցը լուծում է այդ մարդու, եթե օրենսդրական բան է, մի հատ գնա այդ աշխատողը պետության, տեսնում է օրենսդրական բաց է, ոչ թե ասի դե էս վարչապետն է, ոնց օրենք ընդունել դա։ Մի հատ առաջարկություն ուղարկի սա կառավարություն, մի հատ ազգային ժողով, որ այս օրենքում sense абսուրդ բան կա, այս մարդկանց խանգարում է սովորելու, աշխատելու։ Խուդիկյան Հակոբ, ասպիրանտ, պարոն վարչապետ, հարգելի ներկաներ, քաղաքացիներ, թույլ տվեք ողջունել եւ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետ այս հանդիպման կազմակերպման համար ոչ ինստիտուցիոնալ քաղաքացիական հասարակության հետ, որը շատ կարևոր է ժողովրդավարական պետության մեջ, ժողովրդավարական process-ի օրգանական իրականացման ֆունկցիոնալիզացիայի տեսանկյունից
թույլ տվեք մի քանի գիտական ակադեմիական թեզեր ուղղել որպես լրացում ձեր հիմնական այն ուղենիշներին, չափանիշներին, որոնք դուք նշեցիք իրական Հայաստան կոնցեպտի շրջանակներում, եթե թարգմանենք ակադեմիական լեզվով, ապա արևմտյան ակադեմիական շրջանակներում իրական Հայաստան կոնցեպտը կարելի է թարգմանել որպես անցում պրիմորդիալիստական, էսենցիալիստական էթնոպետությունից դեպի սոցիալ կոնստրուկտիվիստական հայեցակարգի հիման վրա ստեղծված քաղաքական պետական ազգի մոդելին, որտեղ անհատի ինքնությունը կառուցվում է պետության կողմից ծրագրված եւ ուղղորդված ինքնության քաղաքականության միջոցով, որի շրջանակում սոցիալիզացիայի բոլոր էտապներում քաղաքացու սոցիալիզացիան դաստիարակության խնդիրը պետությունը մեծ իմաստամբ վերցնում է իր ձեռքը։ Այսպես են աշխատում բոլոր ժողովրդավարական պետությունները, ոչ միայն ժողովրդավարական, փորձելով հասարակության մեջ վերացնել ապակառուցողական եւ բաժանիչ երևույթները եւ ձգտում են հասարակության հոծ զանգվածներին ներգրավել նույն քաղաքական եւ քաղաքացիական մշակույթի շրջանակներում։ Մեծ իմաստամբ ծանոթ լինելով իրական Հայաստան կոնցեպտին որպես գաղափարախոսություն, կարող ենք ենթադրել կամ ասել, որ այն եւս հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը էթնոազգայնական քաղաքական մշակույթից տանել դեպի քաղաքացիական պետական ազգին հարմար քաղաքական մշակույթի կառուցման։ Այս նպատակի իրացման համար, պարոն վարչապետ, բոլոր պետությունները սերտ համագործակցում են իրենց գիտական հանրույթների մեջ, իրենց գիտական հանրույթների հետ։ Տրադիցիոն, համալսարանական, բուհական, այլ ոչ քաղաքացիական հասարակության պսևդոգիտական ուղեղային կենտրոնների կամ կազմակերպությունների հետ։ Մեր համալսարանները Օրինակ, Երևանի պետական եւ ռուս-հայկական սլավոնական համալսարանները բազմաթիվ հետազոտություններ են իրականացնում հայկական ինքնության մոդելների տրանսֆորմացիայի, ադապտացիայի, դինամիկայի, կոնֆլիկտի եւ ճգնաժամի հարցերի շուրջ։ Կարելի է ասել, ձևավորվել է գիտնականների նոր դպրոց սոցիալ-հումանիտար գիտությունների ինստիտուտում, որոնք ականջալուր են Հայաստանի Հանրապետության արդի պահանջմունքներին եւ ներքին եւ արտաքին, որոնցից ամենակարևորը մեր գնահատմամբ քաղաքացիական ազգի ստեղծումն է, այն է թե իրական Հայաստանի կոնցեպտի վերջնական ադապտացումը եւ ներմուծումը քաղաքացու գիտակցության եւ ապրելակերպի մեջ։ Պարոն վարչապետ, պաշտոնապես որպես գիտական հանրույթի ներկայացուցիչ, ձեզ եմ ուզում ներկայացնել գիտական հանրույթի առջև ծառացած կարևորագույն խնդիրը, այն է պետության աջակցության եւ որպես պատվիրատուի բացակայությունը։ Պատվիրեք գիտական հանրույթներին աշխատել ինքնության էֆեկտիվ քաղաքականության ավարտուն մոդելի ձևավորման վրա եւ պաշտոնապես ես հավաստում եմ, որ առանց սոցիալ-հումանիտար ոլորտի պրոֆեսիոնալների աշխատանքի ուղղակի անհնար է ստանալ էֆեկտիվ ինքնությունների քաղաքականության ռազմավարություն, ինչպես դա արել են մնացած պետությունները, ուղիղ ֆինանսավորելով սեփական բուհական հանրույթները եւ ստացել են ըստ երևույթի հսկայական գիտական ժառանգություն։ Ինչու բաց թողնել սեփական գիտնականների ներուժը, ինչու ներդրումներ չանել երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների ներուժի մեջ, չէ՞ որ յուրաքանչյուր պետության լավագույն ներդրումը գիտության մեջ ներդրումն է, առավել եւս երբ այսքան օրակարգային եւ ինստիտուցիոնալ է իրական Հայաստանի կոնցեպտին անցումը, որը վերջո կջնջի հասարակության աղճատումը եւ բաժանումը իրար հետ մրցակցող մեծ խմբերի, որպես իմ ասացի ապացույց ձեզ եմ ուզում հանձնել, ներկայացնել այս հետազոտությունների ժողովածուն մեր ավագ գիտնականների ղեկավարման ներքո եւ նաեւ իմ հոդվածը նվիրված սոցիալական ինքնության ձևավորման հիմնախնդիրներին հոգաչափ շնորհակալ եմ եւ մեծ հույսով լցված նաեւ գիտական հանրույթի անունից, որ պետությունը եւս կլսի եւ կկայացնի քաղաքական ռազմավարական որոշում աշխատել եւ համագործակցել բուհական հանրույթների հետ։ Կանխավ շնորհակալություն իմ եւ գիտական հանրույթի անունից։ Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հնարավորության համար, իմ համար սա շատ կարևոր է, անվտանգության ոլորտի որպես ուսումնասիրող, հետազոտող շատ կարևոր է սա հանդիպումը, ինքնին նմանատիպ հանդիպումները իրենք ալգորիթմային առումով, արժեքաբանության առումով շատ կարևոր բան են նշանակում։ Ես առաջին իսկ պահից, երբ որ դուք հայտարարել եք իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդադար նայում եմ, հետազոտում եմ, կարդում եմ, փորձում եմ կապել ձեր նախորդ ելույթների հետ, դեռ 18 թվականից ձեր շատ ու շատ թեզային ելույթներ իմ համար այսպես հետազոտության թեմա են եղել, անվտանգության դիտանկյունից եմ միայն ասում,
Կարելի է շատ խոսել, թե իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչ է։ Կարելի է այն անվանել Հայաստանի Հանրապետության պետականության տեսական հիմնավորման ինչ որ փորձ, քննարկում եւ այլն։ Բայց ես այստեղ նստած մի նոր բան ընդգծեցի իմ համար, որ մենք փաստացի ձեր օգնությամբ դուք առաջ եք քաշում ստրկատիրական մտածելակերպից դուրս գալու ճանապարհը, սուբյեկտ դառնալու ճանապարհը, առանձին սուբյեկտ իրավունք ունեցող, բայց անգամ դա ես այսպես կբնորոշեի։ Մենք ցավոք սրտի ձեր նշած ժամանակահատվածում այս նախորդ կարմրացած տեքստը որ նայում մենք կայսրությունների պատճառով որոշման իրավունքի հավատքն ենք կորցրել, պարոն վարչապետ։ Մենք միգուցե եւ ստացել ենք այդ որոշում կայացնելու իրավունքը, բայց հավատքը չենք ստացել։ Ոչ մեկի համար գաղտնիք չի, որ նախորդ տարիներին մարդկանց նույնիսկ գնում էին ընտրությունների, ասում էին մեկ ընտրենք չընտրենք, մեզից կախված չի ոչ մի բան։ Ընտրենք չընտրենք, բան չի կախված։ Դուք հիմա սրանով փորձում եք մեր այդ հավատքը տալ, այդ իրավունքի հավատքը, որ մենք իրավունքը ունենք, բայց հավատքը չունենք։ Ես իհարկե այս ամբողջ այս թեզի վերաբերյալ ձեր ելույթների վերաբերյալ ունեմ մի քանի հետաքրքիր առաջարկ, որոնք հիմա չեմ ասի, հուսով եմ այս քննարկումները կշարունակվեն, մենք առիթ կունենանք դեռ առարկայացնել եւ այո ակադեմիական որոշակի չափումների բերել նաեւ այս ամեն ինչը, հետազոտել եմ Ֆինլանդիայի օրինակը, Սինգապուրի օրինակը, փոքր պետությունների, որոնք շատ դժվար ճանապարհով են անցել եւ այդ սխալվելու եւ չսխալվելու իրավունքը ձեռք բերելու ճանապարհը շատ փշոտ ճանապարհ է։ Այսքանը ես զինվորական եմ, փորձել եմ տեղավորում 3 րոպեի մեջ, շատ շնորհակալություն, նորից եմ ասում իմ համար անձամբ շատ կարևոր է հանդիպումը, ուզում եմ ձեզ շնորհակալություն ասեմ եւ մեր Լեոնարդին Պողոսյան, շատ շնորհալի երիտասարդ, ով այդ իդեան քննարկում ենք մի վայրկյանի ընթացքում իրար հետ, իրականում շատ լավ երիտասարդ է եւ ընդհանրապես երիտեւը շատ լավ երիտասարդներ են աճում եւ նախանձելի, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ այս ավերի համար, հուսով եմ սա շարունակական կլինի, կան որոշակի առաջարկներ ակադեմիական դաշտ բերելու այս ամեն ինչը։ Շնորհակալ եմ։ Համեցեք։ Ողջույն մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ նման հանդիպման եւ հնարավորության համար։ Պարոն վարչապետ, նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը ինչ կերպով է իր մեջ պարունակում իրական Հայաստանի գաղափարախոսությունը, եթե կարելի է մասնավորապես քաղաքական, տնտեսական եւ մշակութային տեսանկյուններից։ Շնորհակալություն։ Դուք նշեցիք, որ process-ի ժողովրդի մեծ մասը դեմ է։ Ես չեմ ժխտելու։ Ես գիտեք, այդ բանավեճի մեջ չմտնելու համար, որ ես հայտարարեցի, որ զրոյական կետ եմ համարում։ Ես ավելին եմ ասում, ավելի հեռուն եմ գնում, ասում եմ ոչ միայն դուք ասում եք ժողովրդի մեծ մասը դեմ է, ես ասում եմ այս իդեայի գաղափարի կողմնակիցների թիվը համարում եմ 0։ Հավարում եմ 0 եւ process-ը հենց այդտեղից է սկսում, որ այդ էլի հին բանաձևերից, որ օգտագործել եմ 1+1-ի տրամաբանությամբ։ Ես ինձ դիրքավորում եմ որպես ոչ թե առաջին, այլ մեկ կողմնակից այս գաղափարի եւ այդ դիրքից եմ ես խոսում եւ այս process-ը հենց դրա համար է ավելանում այդ համախոհների թիվը, թե չի ավելանում։ Որովհետև տեսեք, այստեղ շատ կարևոր մի բան կա, որը մարդիկ երբեմն բաց են թողում տեսադաշտից։ Աբսուրդ կլինի, եթե մեր կառավարությունը ասելով, որ գիտեք ինչ, նախկինում սահմանադրությունները, որ ընդունվել են մի քիչ ընկալում են եղել, որ ժողովուրդը չի քվեարկել, փորձի նույն ճանապարհով բերի նույն իրավիճակը։ Դա աբսուրդ կլինի, ընդհանրապես անհեթեթություն կլինի, հասկանում եք։ Հենց այդ է, որ մենք պետք է արձանագրենք, իհարկե այդ մասնագետները կասեն, թե շեմը նոր սահմանադրության ինչպիսին է լինում, լավագույն առաջադեմ փորձը, բայց մարդը պետք է գնա, ես հենց այդ եմ ասում, մարդը պետք է գնա, էլ եմ ասում, թիվը ինչքան ընտրողների 50+1%-ը, թե քանի տոկոս պետք է դա տեղի ունենա։ Ինչ կառավարությունը ինչքան էլ ասի, կառավարության գործը հենց առաջարկելն է եւ ասելը իր կարծիքով ինչ պետք է անեն մարդիկ։ Մարդիկ այ ընդդիմություն տարբեր քարոզչություններ կլինեն եւ մարդիկ կորոշեն։
Ես եմ ուզում, ես ուզում եմ այս մի բանը շատ հստակ լինի։ Այդ այդքան ֆունդամենտալ բանը մեզ համար, որ մենք սահմանադրության ընտրությունների մի ձայնի կեղծիքի մենք չենք գնա։ Դա բացառված բան է, որովհետև դա աբսուրդ է։ Հետևաբար այս ընդունելով ձեր ասածը, ես ավելին եմ գնում, ասում եմ 0 է կողմնակիցների թիվը, եւ այս քննարկումը նաեւ պետքա օրգանական կապը ստեղծի։ Մենակ մարդը ոնց քվեարկի որոշի։ Պետքա օրգանական կապ ձևավորվի, որ ինքը պետքա զգա սա նախագծի փուլից, մարդը իրավաբան չի, իր մասնագիտական նյուանսների մեջ մենք բնականաբար պետք չի մտցնել, բայց ինքը պետքա զգա քաղաքական process-ը, ինքը թեզերի մակարդակով պետքա հասկանա բանավեճին հետևելով եւ ինքը իր մեջ որոշի, ինքը դրա կողմնակիցն է, թե դրա կողմնակիցը չի։ Ես համաձայն եմ այն ձևակերպման հետ, որ ասվեց, որ այս գաղափարախոսության իրական ամենակարևոր դրույթներից մեկը այն է Հայաստանի Հանրապետության ֆունկցիոնալ նշանակությունը։ Ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, մենք այդ ֆորպոստի խոսույթը միշտ եղել է մեր իրականության մեջ, բայց ես ուզում եմ մի նյուանսի մասին ասեմ։ Մենք այդ ֆորպոստի խոսույթը միշտ կապել ենք ուրիշների հետ։ Բայց Հայաստանի Հանրապետությունը մեզ համար էլ է ֆորպոստ եղել։ Մեզ համար էլ է ֆորպոստ եղել, որովհետև դա հենց այն չի, այնտեղը չի։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար նպատակ չի եղել։ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար ֆորպոստ է եղել ինչ որ այլ նպատակների հասնելու ավելի մեծ, ավելի կարևոր, ավելի սիրելի նպատակի հասնելու համար։ Ֆունդամենտալ ինձ համար էլ է ժողովուրդ ջան տենց եղել։ Այսինքն ես որ ասում եմ մեզ համար, հանկարծ այս անընդհատ ուզում եմ շեշտեմ։ Սա մեզ համար, ինձ համար, բոլորիս համար։ Մենք այդ ընկալման մեջ ենք եղել։ Մենք չենք կարող շղթել եւ դա մեր պատմության մասն է, այո։ Հենց ֆունդամենտալ փոփոխություններն է, որ դուք ֆունդամենտալ մարդը ուզում է ապրի, մարդը ուզում է ապրի եւ պետք չի դրա մեջ տեսնել ապազգային բան, որտեղ մարդը ուզում է ապրի, հասկանում եք։ Եվ այս շատ էական հանգամանք է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար այն բռնման, որ բարեկեցության մեջ մտնում է անվտանգությունը, մտնում է ժողովրդավարությունը, ազատությունը, օրինականությունը, կենցաղային բարեկեցությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այո, մնացածը ես թվարկումը սպառիչ չի, որտեղ առանց good governance-ի ամեն ինչ չի լինի։ Ժողովրդավարական երկիր չենք։ Գիտեք, ես ձեզ ժողովրդական կամ Այո, ես դրա հետ էլ չեմ վիճելու։ Ժողովրդավարությունը 5 տարի մեկ օրինական շքեղված Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց հիմա ես ուրիշ բան եմ ուզում ձեզ ցույց տալ եւ այդ իմ ընկալումն է, այդ նաեւ սրա պատճառը, որ ես ձեր ասածը զգալով է, որ X պահի այդ տեսեք, այսօր 3:22, 49, 12:53, 10 դուք ստեղ ոչ մի հատ չպատասխանած նամակ չեք գտնի։ Սա քաղաքացիների նամակներ են, որոնք ձեր ասածի համար է։ Այսինքն ես նկատի ունեմ, ձեր ասած ազդակը ես էլ եմ զգացել, որ ես հասկացել եմ, որ ես պետքա ուղիղ կապի մեջ լինեմ, պետքա մարդիկ հնարավորություն ունենան։ Ես շատ ինքս ինձ հարց եմ տալիս, մեկ ասում եմ, ես ժամանակը ճիշտ բանի վրա եմ ծախսում։ Հիմա մարդիկ գրում են ամենափոքր հարցերից ընդհանուր այն օրը Սյունիքի մարզի մի գյուղից գրել են, որ ջուրը կտրվել է, ես ուղարկում։ Հետո ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, բայց լավ, ես ժամանակը ճիշտ բանի վրա եմ ծախսում։ Հիմա եթե մարդիկ ճիշտ բանի վրա չեք ծախսում, դուք չպետք է դրանով զբաղվեք, բացաստրեք դա, որ ես հիմա ձեզ մի հատ վարչապետը չի կարող այս երկիրը դզի, այդ ասած։ Ես հիմա ձեզ ասում եմ, որ ես ձեր ասած Ես անեմ ժողովուրդը աշխատացնի պետական կառավարման համակարգարայի ոնց որ մինչև վարչապետ չի կազմել, չի աշխատի համագիտասարվող չպրտես, այդ մեխանիզմը որ աշխատի, որ այն ամենացածր պաշտոնատարվանն է, որ բանը
գա գործի մտածի ոնց որ ասած Շատ լավ, բայց թույլ կտակ։ Ես նկատի ունեմ, որ ձեր ասած ազդակները այն ժանրն են, որ ես վարչապետ եմ, դուք տենց բան եք, ես էլ ասեմ, չէ, որ չէ, ոնց եք տենց։ Ես այդ ազդակներս համաձայն եմ եւ մեր քաղաքական թիմն էլ այդ ազդակները զգում է։ Ստեղ խնդրեմը ուրիշ տեղ է, որ մեր մյուս բանախոսը նշեց, մեր առաջի բանաս, ստեղ մեր խնդիրները ինստիտուցիոնալ են։ Ինստիտուցիոնալ են եւ դուք կներեք չեմ հիշում ով, բայց ոնց որ դուք նշեցիք կրթության մասին, որ կառավարությունն էլ պետք է կրթվի։ Եվ այդ խնդրեմը այո կա։ Այդ խնդրեմը կա եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը այ good governance-ը նաեւ դրա մասին է։ Good, եթե մարդին Սյունիքից ինձ գրում է, ես էլ պատասխանում եմ, դա bad governance-ի բանն է, վկայությունն է, որովհետեւ մարդը պետք է ինչ չգրեր։ Ես դες դրա համար եմ ասում, ես ճիշտ գործով եմ զբաղվում, թե սխալ, ես սխալ գործով եմ զբաղվում, որովհետև երբ որ ես այդ թեմայով զբաղվում եմ, ոչ թե ես, այլ վարչապետ այդ թեմայով զբաղվում, դա վատ կառավարման հետևանք է, բայց մյուս կողմից էլ ես հիմա ինչ որ առումով, բանով, տենց ենթագիտակցության զգում եմ, որ ես վաղը մյուս օրը միտեղ եմ գնալու, երբ որ ձեր նման մի հարգարժան քաղաքացի ինձ ասելու է, գիտես, ինձ սենց խնդրեմ կա, ինձ էլ պետք է որ ապացուցել, որ ես գիտեմ, որ տենց խնդրեմ կա, եւ ասել այո, ես հիմա դրա բալասանը չգիտեմ ոնց լուծել, բայց այո, կա այդ խնդրեմը, եւ այս գաղափարախոսությունը նաեւ մոտենալու մասին է այն հարցին, թե ինչպես լուծենք այդ խնդրեմը։ Պարոն վարչապետ, եթե կարելի է երևի թե այստեղ նաև խոսում ենք մերիտոկրատիայի խնդիրը, որ նույն Սյունիքի մարզի ուղղապետն չգիտեմ, քաղաքապետը, այլ ուրեմն իրեն թվում չի, որ չի կարող ճիշտ կառավարող հարցը դա ձեզ ասում։ Շատ դեպքերում դա Ներողություն եմ խնդրում, դե կարա ուրիշ խնդրեմ ունի, որը իհարկե ձեր ասած good governance-ի հետ կապ ունի։ Կարող է մարդը մտածում է կամ կարող է լրիվ ուրիշ աբսուրդ բան, կարող է մարդը չնայած էտել երևի նույն երևույթի ասում եմ համ զուգահեռ մտածում եմ մարդը գիտի ոնց վարչապետի հետ կապվի, բայց չգիտի ոնց բանի ջրօգտագործող ընկերության հետ կապվի, հասկանում եք, կարա կամ էլ չէ ես անկեղծ ասեմ հիմա կարող է Չէ, նկատի ունեմ հիմա այս հարցը ճշտելու համար ինձ հետաքրքրեց կամ ես կկապվեմ, կասեմ ինչի եք ինձ գրել, օրինակ ինչի բանին չեք գրել, ջրօգտագործողներին չեք գրել եւ հետաքրքիր է ինքը ինչ կպատասխանի, ամեն դեպքում իր պատասխանը մեր այս հարցը ինչ որ չափով կլուծի։ Եվ օրենքները հա, այդ հենց ինստիտուցիոնալ խնդիրը, որ օրենքները աբսուրդ են, երբեմն աբսուրդ են լինում եւ դուք իրականում մենք երկու տարբեր կողմերից նույն բանն ենք ասում, որովհետեւ ես ասում եմ սենց հիմա գիտեք ինչ ես ասում եմ սահմանադրությունը օրգանական կապ չունի, իրավակարգ օրգանական կապ չունի ժողովրդի հետ։ Դուք էլ ասում եք օրենքները կապ չունեն օրգանական ժողովրդի հետ։ Հենց այս մենք նույն բանի մասին ենք խոսում, որ օրգանական իրավակարգի հետ պետք է օրգանական կապ ստեղծել, եւ այս խոսակցության կարևոր նպատակներից մեկն է հասկանալ, թե ոնց մենք անենք։ Օրինակ ես մտածում եմ, որ սահմանադրությունը դրա ձևերից մեկն է։ Կա հոռետեսություն, դա կստացվի թե չէ, բայց դա ուրիշ բան է։ Առաջինը որոշել որն է ձևը, եւ երկրորդը ինչքանով է դա իրատեսական, բայց եթե ես համոզված եմ, եթե մենք գանք շատ թե քիչ ընդհանրական ըմբռնման, որ ճիշտ ձևը սա է կամ այն մյուսն է, այս ըմբռնման բերումով դա կդառնա ավելի իրատեսական։ Դուք երբ որ ձեր խոսքը սկսեցիք, մի քիչ շատ բարձ սկսեցիք, բայց ես ձեր ասացի մեջ մի շատ կարևոր բան արձանագրեցի, որը իմ կարծիքով ունի ֆունդամենտալ նշանակություն։ Դուք խոսեցիք ինքնության կապի հետ քաղաքացիության եւ ինքնության կապի մասին։ Դուք խոսեցիք նրա մասին, որ կարա քաղաքացու ինքնությունը, քաղաքացիական ինքնությունը լինի պետական քաղաքականության նյութ եւ առարկա։ Սա շատ կարևոր բան է, որ մեր իրականության մեջ դա երբեք չի եղել։ Ավելին ես կասկածներ ունեմ եւ մտածում եմ, որ ինչու նաեւ մեր իրականության մեջ չի եղել,
այդ թվում կայսրությունը, բայց կայսրությունը ուրիշ տեսակետից։ Ես կշարունակեմ, որպեսզի ճեղք չառաջանա, ես միշտ խոսել եմ հայրենասիրության մեր մոդելի մասին, ասելով, որ այդ մոդելը որոշ դեպքերում ներդրվել է կայսրության կողմից, որովհետև եթե ուրիշ միջավայրում դուք դա ասեիք, կամ ուրիշ պայմաններում, դա կարող ձեր ասածը բան աներ, հնչեր շատ ապազգային, նույնիսկ հակաազգային, բայց այս խոսակցության բերումով ձեր ասածը շատ դիպուկ էր, ձեր ասածը հենց հատկապես 10-ին խփեց, որովհետև սա, այո, եւ ես շատ ուրախ եմ, որ այդ երկխոսությունը նույնիսկ հերրակա տեղի է ունեցել եւ այն ինչ որ դուք ասացիք, ես միանշանակ ընդունում եմ, որովհետեւ ես էլ եմ ընդունում, այ դուք շատ կարեւոր շարունակություն բերեցիք, որովհետեւ էս էլ շատ քննադատում են, ասում են սա վարչապետի գործ չի, ինչ որ առումով ճիշտ են ասում, եւ շատ կարեւոր է, որ հիմա այս խոսակցությունը տեղի ունենա եւ այս նյութը հետագա զարգացման մեջ առնվազն ձեր ասած գիտական, հետազոտական այդ բանը հանրույթը եւ ներուժը ներգրավվածություն ունենա եւ դա շատ հետաքրքիր թեմա է, թե ինչպես մենք կազմակերպենք այդ հարցը։ Այդ խնդիրը կա, այդ ինչ որ ես ասում եմ իրավակարգի մասին, դա մեծ հաշվով պետության մասին է։ Էլի պետության հարազատությունը իշխանությունը կարող լինի ցանկացած, բայց իշխանությունը հասկանում եք դա փոփոխման ենթակա, այսինքն իշխանությունը վարձու աշխատողների խումբ է։ Մեր իրականության մեջ այդ խնդրեմը միշտ եղել է, որ մենք չենք կարողացել տարբերակենք պետությանը խփելը քաղաքական առումով եւ իշխանությանը խփելը։ Մենք անընդհատ խառնում ենք իրար եւ արդյունքում ստացվում է, որ մենք ավելի շատ, մեզ թվում է, թե ավելի շատ իշխանությանն ենք խփում, բայց իրականում պետությանն ենք խփում, մենք պետք է տարբերակենք դա։ Եվ դա էլ ինչ որ առումով ռելիկտային մտածելակերպ է, որովհետև մեր էսել եկեք արձանագրենք, երրորդ հանրապետություն, ես միայն 18-ից հետո իրավակարգով ժողովրդապետության 18-20 թվականների այդ կարճ շրջանը առաջին օրինակն է, որովհետև մեր ընկալման պետությունը էլի բանի սերտաճածա բանի հետ կայսրության, կայսրի, սուլթանի, չգիտեմ, բանի հետ եւ էս էլ հաջորդ խնդիրն է, որ մեր քաղաքական իրականության մեջ այդ տարբերակումը մենք կարողանանք անենք, որ այնուամենայնիվ ժողովրդավարական հասարակության մեջ պարզայշխանությունը թիվ 1 թիրախն է, այդտեղ հարց չկա, բայց պետությունը չպետք է լինի թիրախ։ Բայց որպեսզի պետությունը չլինի թիրախ, պետությունը մեզ պետք է հարազատ լինի, որ չլինի թիրախ։ Մենք ինչքան էլ խառը կռվի մեջ լինենք, երբ որ դիմացը մեր հարազատն է դուրս գալիս, նույնիսկ ամենաշփոթված պայմաններում, նույնիսկ հարվածի ժամանակ մեր ձեռը բնազդաբար բան է անում, արգելակում է, որովհետև մեր դիմաց մեր հարազատն է կանգնած։ Այս դեպքում մեր դիմաց մեր հարազատն է կանգնած, բայց մենք չենք ճանաչում իրան։ Որտեղ մենք շատ վաղուց այդ հարազատին կորցրել ենք, չենք կարող, միջև չենք կարող գտնենք, որ պետությունը մեր հարազատն է, այս իշխանությունը ընդամենը այսօր ընտրվել է, վաղը չի ընտրվի, կամ դժգոհեմ իշխանությանը, դա իմ մոտ խորը համոզմունք է, ես չեմ կարող ուրիշ կերպ ասել, ցանկացած պահի, երբ որ ես ընդ որում ուշադրություն դարձեք, ես երբեք չեմ ասում, ընտրությունները այ կգան, ես ասում եմ ժողովուրդը ցանկացած պահի որ ուզենա իշխանափոխություն փոխի կար ցանկացած պահի կանի եւ մենք դա պրակտիկայում ապացուցել ենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։